Պաստոր Մարկ Բերնես, մենք ուրախ ենք ձեզ այստեղ տեսնելու համար եւ մեծ պատիվ է ձեզ հետ հանդիպելը։ Շատ շնորհակալ ենք, որ եկել եք Հռոմ եւ շատ ուրախ ենք նորից ողջունել ձեզ Եվրոպայում։ Մենք բոլորս գիտենք ձեր հոգեվոր դիվանագիտության առաքելության մասին։ Կարող եք մի փոքր ավելի մանրամասն պատմել այդ մասին։ Եվ ինչպես է կարող տարածել այդ հոգեվոր դիվանագիտությունը հենց Վատիկանում։ Գիտեք, նախ ուզում եմ նորից ասել Ալլատրային եւ բոլոր կամավորներին, թե որքան զարմանալի աշխատանք եք կատարում ամբողջ աշխարհում, բերելով խաղաղություն եւ մարդասիրություն։ Նորից ասեմ, որ ամեն անգամ, երբ հանդիպում եմ ձեր հիասքանչ նախագահին եւ ամբողջ թիմին, որտեղ էլ որ լինեմ, Աֆրիկայում, Ասիայում կամ Ամերիկայում, ամենուր նույնն է։ Դուք ցուցաբերում եք միայն սեր։ Եվ դա շատ բան է նշանակում, որովհետեւ մենք միասին ենք աշխատում, որպեսզի տարածենք հոգեվոր դիվանագիտության գաղափարը ամբողջ աշխարհում։ Վերջ ի վերջո, կարծում եմ, մենք կիսում ենք նույն ուղերձն ու նույն առաքելությունը՝ դադարեցնել պատերազմները եւ բերել խաղաղություն յուրաքանչյուր մարդուն, անկախ մաշկի գույնից, ազգությունից, մշակույթից, հավատքից կամ կրոնից։ Ամեն մարդ ունի ազատ լինելու իրավունք։ Դա է մեր առաքելությունը։ Հոգևոր դիվանագիտությունն անում է հենց դա։ Մենք զենք չենք կրում, մենք կրում ենք իմաստություն։ Մենք կարողանում ենք անցնել սահմաններից այն կողմ, համաձայնագրերից այն կողմ, հանուն հավատքի։ Եվ երբ ես խոսում եմ հնդու բուժողի, բուդդայական վանականի, իսլամական իմամի կամ կաթոլիկ քահանայի հետ, ամեն ինչ վերաբերում է միասնությանը եւ խաղաղությանը։ Մենք դա կոչում ենք լուր դիվանագիտություն, անել այն, ինչ քաղաքական գործիչները չեն կարող։ Իմ նպատակը խաղաղություն եւ կայունություն բերելն է աշխարհի պատերազմներից ամենատուժած շրջաններին։ Ահա թե ինչ է հոգեվոր դիվանագիտությունը։ Դա ոչ միայն խոսքեր են, այլ իրական գործողություններ։ Մենք հիմա այստեղից, Վատիկանից, այս գեղեցիկ Հռոմից ուղևորվում ենք անմիջապես Կորեա։ Այնտեղ որոշ իրավիճակներ կան, կապված Մայրմունի եւ համընդհանուր եկեղեցու հանդեպ անարդարությունների հետ։ Սա է հոգեվոր դիվանագիտության իմաստը։ Նախագահ Թրամփը նույնպես այնտեղ կլինի եւ մենք էլ այնտեղ կլինենք խաղաղություն բերելու համար։ Իմ աղոթքն է, որ Ալլատրայի հետ համագործակցելով այս հիանալի կազմակերպության եւ ձեր հիասքանչ կամավորների հետ միասին դուք շատ եք ոգեշնչում ինձ։ Տեսնել այն կամավորների ուժը եւ սերը, որ դուք ունեք մարդկության հանդեպ, առանց փառքի, առանց հարցազրույցների, առանց շնորհակալության խոսքեր ստանալու։ Դուք իսկական անտես հերոսներ եք։ Եվ հենց դա է պատճառը, որ ես ուրախ եմ աշխատել ձեզ հետ, իմանալով, որ այս ուղերձը տարածվում է ամբողջ աշխարհում։ Պետք է նաեւ հատուկ շնորհակալություն հայտնել Մարինային իր հիանալի աշխատանքի համար։ Ես հաճախ եմ ժամանակ անցկացնում ձեր նախագահի հետ եւ տեսնում նրա բարությունը, թե տեսախցիկի առջև, թե կուլիսներում։ Ամեն ինչ նրա համար առաքելություն է, առաքելություն, առաքելություն։ Եվ դրա համար գիտեմ։ Քանի դեռ շարունակենք աշխատել միասին, կկարողանանք հասնել մեր նպատակին։ Խաղաղություն բերել աշխարհին։ Շատ շնորհակալ ենք ձեր աջակցության խոսքերի համար, ուղղված Ալլատրայի կամավորներին, եւ շնորհակալ ենք, որ կիսվեցիք աշխարհի շուրջ հոգեվոր դիվանագիտության առաքելությամբ ճամփորդելու ձեր ծրագրերով։ Կցանկանայի հարցնել նաեւ World Changers Summit-ի մասին։ Ինչպիսի ակնկալիքներ ունեք։ Այն անցկացվում է Վատիկան քաղաքում, Պապական գիտությունների ակադեմիայում։ Ունի արդյոք այս սուրբ վայրում անցկացվելու հանգամանքը ձեզ համար առանձնահատուկ նշանակություն։ Կրկին, սա միջկրոնական հանդիպում է եւ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել սր պրոֆեսոր Անդրեոլին հրավերի եւ այսպիսի հիանալի միջոցառում կազմակերպելու համար։ World Changers Summit 10-րդ համաժողովի համար, որտեղ, ինչպես նշեցիք, հավաքվում են աշխարհի առաջնորդները։ Խաղաղության առաջնորդները տարբեր ոլորտներից միավորվում են, քննարկելու, թե ինչպես շարունակել խաղաղության գործը առաջ մղելը։ Եվ հիանալի է, որ դա տեղի է ունենում այսպիսի հոգևոր վայրում, Վատիկանում, որը քրիստոնեության կենտրոններից մեկն է ամբողջ աշխարհում։ Բայց ոչ միայն քրիստոնյաների համար։ Այստեղ գալիս են բոլոր հավատքների ներկայացուցիչներ, հարգանքի տուրք մատուցելու կաթոլիկ եկեղեցուն, որը ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է աշխարհում։ Եվ այսպիսի հրաշալի կազմակերպության հետ համագործակցելը, հնարավորությունը խոսելու նման սուրբ վայրում, Պապական գիտությունների ակադեմիայում մեծ պատիվ է ինձ համար։ Ես իսկապես խոնարհ եմ եւ շնորհակալ եմ խոսնակներից մեկը լինելու համար։
Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ է անում Ալլահ-Տղան։ Դուք գտնվում եք հենց կենտրոնում խաղաղություն հաստատելու գործընթացի սրտում, միավորելով աշխարհի առաջնորդներին։ Սա դեռ սկիզբն է, քանի որ դեռ շատ բան ունենք անելու։ Ես ոգևորված եմ առաջիկա միջոցառմամբ։ Գիտեմ, որ պատրաստվում էիք հարցնել այդ մասին։ Ցավոք, կառավարության աշխատանքի կասեցման պատճառով ստիպված եղանք այն հետաձգել։ Հուսով եմ, որ Վաշինգտոնում կկարողանանք միավորել երկու կողմերին, դեմոկրատներին և հանրապետականներին, որպեսզի կրկին բացենք կառավարությունը։ Այնուհետ համաշխարհային առաջնորդները կրկին կհավաքվեն Կապիտոլիումի բլրի վրա, լսելու գործընկերության մասին, համագործակցելու Ալլահ-Տղայի հետ և խոսելու հոգևոր դիվանագիտության մասին։ Ահա այս գեղեցիկ խորհրդանշանը իմ կրծքին, բոլորն են խոսում դրա մասին, բոլորը ցանկանում են ունենալ այսպիսին։ Սա հոգևոր դիվանագետի խորհրդանիշն է։ Դուք բոլորդ էլ հոգևոր դիվանագետներ եք և արժանի եք նման կրծքանշանի։ Սա է ամենակարևորը՝ տեսնել մարդկանց ժպիտները, տեսնել արդարությունը վերականգնված նրանց համար, ովքեր անարդար վերաբերմունքի են արժանացել։ Եվ դա անել որպես կամավոր, առանց շահի, սա իսկապես շատ յուրահատուկ բան է։ Իսկ պրոֆեսոր Անդրեոլին նույնպես ելույթ կունենա առաջիկա համաժողովում։ Այո, նա նույնպես ընդունել է հրավերը և շատ ոգևորված է իր մասնակցությամբ։ Մենք կունենանք մասնակիցներ ամբողջ աշխարհից։ Պրոֆեսորը անձամբ է գալիս և մենք նրան վաղը հատուկ մրցանակ ենք հանձնելու, որպես առանձնահատուկ հոգևոր դիվանագետի, այսպիսի հիանալի միջոցառում կազմակերպելու և մեզ դրան մասնակցելու հնարավորություն տալու համար։ Նա մեզ հնարավորություն է տալիս մուտք գործելու այն վայրեր, որտեղ շատերն ընդհանրապես չեն կարող հասնել, տարածելու ավետարանը, ճշմարտության և խաղաղության խոսքը, և միավորելու մարդկանց, միմյանց բարձրացնելու և մեծ գործեր անելու համար։ Շնորհակալություն, որ կիսվեցիք այս ամենով։ Մենք հասկանում ենք, որ հոգևոր դիվանագիտությունը միասնության մասին է, իսկ ինչպես կարելի է այս գաղափարը բացատրել սովորական մարդկանց։ Եթե մարդը հավատքի մարդ է և աղոթում է իր քաղաքական առաջնորդների համար, անկախ այն երկրից, որտեղ ապրում է, եթե նա անկեղծորեն աղոթում է, որ առաջնորդները գործեն հանուն իրենց ժողովրդի բարօրության և հիշեցնում է, որ իրենց իշխանությունը է տրված օգնելու մարդկանց, ում կոչված է առաջնորդելու, այլ ոչ թե ճնշելու նրանց կամ չշահագործելու նրանց չարաշահելով իշխանությունը, այլ օգտագործել այդ իշխանությունը կյանքն ավելի լավը դարձնելու համար, ապա նա արդեն հոգևոր դիվանագետ է։ Եթե դուք ձեր հավատքի մեջ աղոթում եք քաղաքական առաջնորդների համար, դուք արդեն մեր գործի մասն եք կազմում։ Մեր կայքն է spiritualdiplomats.org։ Այնտեղ կարող եք իմանալ, թե ինչպես դառնալ հոգևոր դիվանագետ։ Եվ մենք ձեզ կուղարկենք այս հատուկ կրծքանշանը ցուցադրելու համար, որ դուք ոչ միայն հավատքի մարդ եք, այլ նաև քաղաքականապես կողմնորոշված եք, խաղաղություն բերելու և հիշեցնելու ընտրված պաշտոնյաներին, որ նրանք իրենց իշխանությունը պետք է օգտագործեն մարդկանց բարձրացնելու, նրանց ծառայելու համար, այլ ոչ թե իշխելու։ Դուք այստեղ եք ծառայելու մարդկանց, այլ ոչ թե նրանցից սպասելու ծառայություն։ Դա հիանալի հղում է։ Շնորհակալություն, որ կիսվեցիք։ Ինչպես եք տեսնում հոգևոր դիվանագիտության առաքելության ապագան, ինչպես այն կարող է զարգանալ և ինչպես կարող է յուրաքանչյուր մարդ դառնալ հոգևոր դիվանագետ։ Ես տեսնում եմ, որ այն աճում է։ Մենք սկսեցինք բոլորովին վերջերս, բայց մենք բացահայտեցինք, որ գրեթե բոլոր կրոնները, առանց բացառության, չեն մերժել հոգևոր դիվանագիտության գաղափարը։ Ես չեմ հանդիպել ոչ մի մարդու, անկախ նրանից, որ կրոնին է պատկանում, ով մերժել է այն գաղափարը, ինչով մենք զբաղվում ենք։ Իսկ մենք ստեղծում ենք տղամարդկանց ու կանանց ցանց բոլոր կրոններից, որպեսզի նրանք կարողանան շփվել այն վայրերում, որտեղ իրենց կառավարությունները չեն կարող շփվել, գնալ այնտեղ, որտեղ նրանց պայմանագրերը չեն թույլատրում գնալ, խոսել այն տեղերում, որտեղ թշնամիները զենք են ուղղում միմյանց վրա։ Իսկ մենք, որպես հոգևոր դիվանագետներ, կարող ենք գնալ և վարել լուռ դիվանագիտություն։ Եվ ես, որպես հովիվ, կարող եմ խոսել իսլամական իմամի հետ և հավատքի միջոցով սկսել երկխոսություն։ Սա օգնում է շրջանցել լրատվամիջոցների ազդեցությունը, որովհետև լրատվամիջոցները վտանգավոր են։ Լրատվամիջոցները իսկապես վտանգավոր են։
Դրանք խնդրի մի մասն են։ Նրանք միակողմանի են, ունեն իրենց օրակարգը եւ մարդկանց հակադրում են միմյանց։ Իսկ մենք հավատքով մարդիկս կարող ենք շրջանցել լրատվամիջոցները եւ ուղղակիորեն շփվել միմյանց հետ, հասկանալով, թե իրականում ինչ է ասվում, ինչ է կատարվում։ Ահա թե ինչն էլ հենց տեղի ունեցավ Ուկրաինայում։ Ես կարողացա հաղորդակցվել շրջանցելով լրատվամիջոցների ստերը, որոնք պատմում էին ինձ, եւ ես հասկացա, թե որն է ճշմարտությունը։ Երբ ես կապվեցի Ուկրաինայի գլխավոր ռաբբիի եւ մյուս հրեական առաջնորդների հետ, բացահայտեցի, որ մեդիայում ասվածը չի համապատասխանում իրականությանը, նրան, ինչ կատարվում էր տեղում։ Ես տեսնում եմ, որ այս ամենը շարունակաբար աճում է։ Ավելի ու ավելի շատ մարդիկ են հասկանում, որ քաղաքականությունը սպանում է մարդկանց եւ վնասում նրանց։ Անկախ նրանից, դու Սուդանից ես, Սոմալիից, թե Հյուսիսային կամ Հարավային Կորեայից, քաղաքականությունը մարդկանց կործանում է, որովհետեւ մարդիկ օգտագործում են լրատվամիջոցները որպես զենք։ Բայց նրանք, ովքեր գործում են հավատքով եւ խաղաղությամբ, ովքեր չունեն այլ օրակարգ, քան ուրիշներին օգնելը, ինչպես Պողոսն է ասել Աստվածաշնչում, նրանք ունեն հնարավորություն վեր հառնելու մոխրից։ Ամենակարիքավորները պետք է ունենան սնունդ, կացարան, անկախ իրենց կրթությունից, ծագումից, մաշկի գույնից, կրոնից կամ հավատքից։ Ամենաթույլերը պետք է ունենան պաշտպան, որը կպայքարի իրենց համար եւ նրանց հնարավորություն կտա ապրել խաղաղությամբ ու համերաշխությամբ։ Մենք հենց նրանց համար ենք պայքարում։ Եվ դա մեր մեծամասնության սրտի ձայնն է։ Փոքրաթիվ քաղաքական գործիչներ, որոնք հարստանում են, չեն մտածում հասարակ տղամարդու կամ կնոջ մասին։ Նրանք օգտագործում են հավատքը եւ կրոնը, քրիստոնյաներին հանելով մահմեդականների դեմ, մահմեդականներին քրիստոնյաների դեմ, քրիստոնյաներին հրեաների դեմ, հրեաներին մահմեդականների դեմ։ Եվ նրանք պահում են մեզ ատելության այդ շրջապտույտում։ Բայց երբ հասկանում ես, որ մեզնից մեծ մասը, եթե ոչ բոլորս, ուզում ենք նույն բաները։ Մենք կարող ենք տարբեր ձևով երկրպագել, տարբեր կերպ խոսել, տարբեր տեսք ունենալ, մեր հավատքը տարբեր կերպ գործադրել, բայց դա նորմալ է։ Դա չի խանգարում մեզ սիրել եւ միավորվել ընդհանուր հիմքի վրա, որն է խաղաղությունը եւ բարօրությունը բոլոր տղամարդկանց եւ կանանց համար։ Մենք պետք է շրջանցենք այն բաները, որոնք մեզ բաժանում են, եւ կենտրոնանանք այն բաների վրա, որոնք մեզ միավորում են։ Ես տեսնում եմ, որ դա անընդհատ աճում է ու աճում։ Ինչպես կարող են մարդիկ դառնալ հոգևոր դիվանագետ։ Այցելեք spiritualdiplomats.org գայք, եւ դուք կիմանաք ամեն ինչ հոգևոր դիվանագիտության եւ այն հրաշալի աշխատանքի մասին, որը կատարում է Ալլատրան։ Մենք բոլորս միասին ենք այս գործում։ Սա թիմային աշխատանք է։ Այն, ինչ անում են Մարինան եւ մնացած թիմը, հազարավոր կամավորներ ամբողջ աշխարհում, ովքեր տարածում են խաղաղության եւ սիրո այս ուղերձը, առանց փառքի կամ ճանաչման ցանկության, հենց դա է այս ամենի իմաստը։ Քաղաքական գործիչները հիմնականում լավ բան են անում միայն այն ժամանակ, երբ ուզում են, որ իրենց գովեն։ Իսկ մենք աշխատում ենք, անկախ նրանից, մեզ շնորհակալություն են հայտնում, թե ոչ։ Մեր պարգևը տեսնելն է, որ ամենաթույլերը բարօրության մեջ են աշխարհում։ Դա է մեր նպատակը։ Այսպիսով, spiritualdiplomats.org։ Եթե դուք ցանկանում եք գործել հավատքի միջկրոնական հանդուրժողականության ոլորտում, եթե հասկանում եք քաղաքական գործընթացները եւ գիտակցում, որ ձեր երկրում օրենքները կարող են անարդարություն առաջացնել, ապա մենք ուզում ենք, որ դուք լինեք հոգևոր դիվանագետների միջուկի մի մաս եւ օգնեք տարածել այս ուղերձը ամբողջ աշխարհով մեկ։ Ես տեսնում եմ, որ այն շարունակելու է աճել։ Եվ ես հավատում եմ, որ այն կարող է գերազանցել ցանկացած քաղաքական կուսակցության սահմանը, որովհետև մարդիկ կարող են միավորվել հավատքի միջոցով։ Այնպես չէ՞։ Եվ դա է այստեղ ամենակարևորը։ Շնորհակալություն ձեր խոսքերի համար։ Եվ իրոք, Ալլատրայի կամավորները ամբողջ աշխարհում տարածում են համամարտկային արժեքները, իրազեկում մարդու իրավունքների մասին եւ գուցե նույնիսկ չեն գիտակցում, որ իրենք արդեն հոգեվոր դիվանագետներ են, քանի որ բարձրացնում են այդ կարևոր հարցերի մասին իրազեկությունը։ Դուք, անկասկած, այդպիսին եք։ Լսեք, ես բոլոր կամավորներին ասում եմ, դուք նույնպես հոգևոր դիվանագետ եք։ Ուստի պետք է հպարտությամբ կրեք այս խորհրդանիշը, այս նշանը, որով դուք հայտնում եք աշխարհին, որ ես կանգնած եմ խաղաղության, բարօրության եւ սիրո կողմը։ Ես պաշտպանում եմ կրոնական հանդուրժողականությունը։ Եվ ես այստեղ եմ իմ եղբորը եւ քրոջը բարձրացնելու համար եւ երբեք չնվաստացնելու նրանց։ Եթե դուք դիտում եք այս հաղորդումը եւ Ալլատրայի կամավոր եք, ապա այո, դուք հոգևոր դիվանագետ եք։ Շատ շնորհակալ եմ ձեր ոգեշնչող խոսքերի համար։ Մի քանի խոսք այն իրադարձության մասին, որին այժմ մասնակցում ենք։ Գիրքը, որը հրատարակել է պրոֆեսոր Անդրեոլին, Քվանտային հաշվարկը, արհեստական բանականությունը եւ մարդկության ապագան։ Ինչ է
եք կարծում, ինչպես կարելի է համադրել այս թեմաները, երբ խոսքը վերաբերում է արհեստական բանականությանը եւ բարոյական ասպեկտներին։ Եվ ինչ դեր ունի Վատիկանը այս հարցում։ Շատ կարևոր է, որ գոյություն ունենա բարոյական կողմնորոշիչ, երբ խոսքը վերաբերում է արհեստական բանականությանը կամ նորագույն տեխնոլոգիաներին։ Քանի որ եթե բարոյական կողմնորոշիչ չկա, ապա ստեղծվում են տեխնոլոգիաներ, որոնք ղեկավարվում են մարդկանց կողմից, ովքեր բարոյական արժեքներ չունեն։ Իսկ դա կարող է հանգեցնել կոռուպցիայի կամ անհավասարության, որտեղ աղքատներն աշխատում են, իսկ միայն մի քանի հարուստներ ստանում են պարգևները։ Բայց երբ կա բարոյական կողմնորոշիչ եւ հավատքով մարդիկ ներգրավված են արհեստական բանականության եւ տեխնոլոգիաների զարգացման մեջ, այդ նույն տեխնոլոգիաները կարող են ծառայել բարի գործերին, ինչպիսիք են տներ կառուցելը, ֆերմաներ ստեղծելը, մարդկանց կերակրելը եւ խնամելը աշխարհով մեկ նվազագույն ծախսերով։ Երբ մարդիկ ունեն բարոյական ուղենիշ, ինչպես պրոֆեսոր Անդրեոլին եւ մյուսները, ովքեր համադրում են արհեստական բանականությունը բարոյական մտածողության հետ, մենք պետք է ներգրավված լինենք այս գործընթացում։ Եթե չլինենք, ապա մի քանի հարուստ կոռումպացված մարդիկ կօգտագործեն այդ տեխնոլոգիան ի օգուտ իրենց շահի, այլ ոչ թե իշահ աշխարհի մնացած մասի։ Ահա թե ինչու է այս ամենը այնքան կարևոր։ Այն, ինչ կատարվում է այստեղ, Վատիկանում, Հռոմում, չափազանց կարևոր է։ Այն, ինչ անում է պրոֆեսորը, արհեստական բանականության զարգացումը միացնելով բարոյական կողմնորոշման գաղափարի հետ, եւ որ այդ քննարկումներին մասնակցում են հավատքի մարդիկ, քահանաներ, հովիվներ, դա հոյակապ է։ Եթե հավատքով բարի բարոյական արժեքներով մարդիկ ներգրավված են այս գործընթացներում, ապա մենք կարող ենք օգտագործել տեխնոլոգիան ոչ թե մարդկանց ոչնչացնելու կամ նվաստացնելու, այլ բարձրացնելու եւ զարգացնելու համար։ Շնորհակալ ենք այսօր ձեր կողմից ասված հզոր խոսքերի համար։ Իրականում մեծ պատիվ է խոսել ձեզ հետ եւ համագործակցել ու ընկերանալ որպես ալլատրա շարժման ներկայացուցիչներ։ Կցանկանայիք մի քանի խոսք ասել մեր հանդիսատեսին։ Եվս մեկ անգամ բոլոր նրանց, ովքեր դիտում են մեզ, ուզում եմ ուղղակիորեն դիմել ձեզ։ Լսեք, սա միայն սկիզբն է։ Ալլատրան ինքնին արդեն հզոր է, ինքնին արդեն մեծաշուք է, բայց Աստված մեզ միավորել է, որպեսզի օգտագործի այս բերանը, որքան հնարավոր է բարձրաձայն խոսելու համար այն մասին, ինչ Աստված անում է, երբ մենք միասին ենք համագործակցում։ Սա շատ ոգեշնչող գործընթաց է, եւ դուք դրա մի մասն եք։ Ուստի մի հանձնվեք։ Ես միշտ ասում եմ՝ մի հոգնեք, մի ընկճվեք, որովհետեւ դեռ շատ կյանքեր կան փրկելու։ Մենք դեռ շատ մարդկանց պետք է կերակրենք, շատ անարդարություններ պետք է ուղենք, շատ մարդկանց պետք է ազատենք բանտերից։ Եվ միայն դուք, հենց դուք, անկախ նրանից, որտեղ եք ապրում կամ որքան փոքր եք ձեզ զգում, դուք փոքր չեք։ Դուք կարող եք զգալ ձեզ հացահատիկի չափ փոքր։ Իսկ երբ այդ հատիկները միավորվում են, ուժն անսահման է։ Կարող է ձեզ թվալ, որ դուք միայնակ մի հատիկ եք, բայց ոչ, դուք ավելի մեծ ամբողջության մասն եք։ Եվ երբ բոլոր այդ հատիկները միասին են մի ամանի մեջ, մենք դառնում ենք հզոր միավոր։ Ահա հենց դա է տեղի ունենում մեր համագործակցության ընթացքում։ Դուք այդ հացահատիկի մասն եք, եւ միասին մենք դեռ շատ չարիք ենք հաղթահարելու։